ունեք, ես նրա ասածներին բացարձակորեն խնդրում եմ նրա ասածները մի կասի։ Նա աղավաղում է, ամեն ինչ աղավաղում է հանուն իր աթոռի, հանուն իր իշխանության։ Նա հասկանում է, որ իրենք իշխանությունից եթե պրծավ, դա իր կյանքի վերջն է։ Ժողովուրդը իրան հում ուտելու այն կեղտերի հիմար 4000 երեխա է տարել անմեղ։ Ունենք 44000 բանակի մեջ զինվոր, ճիշտ է, 2018 թվին։ 2019 թվին մեր բանակը դարձավ 24000։ Իսկ այսօր մեր բանակը 14000 է, այսինքն դեմիլիտարիզացիա, որ ասում է թուրքը, մենք գնացել ենք դեմիլիտարիզացիայի, այսինքն մենք մեր զենքը վայր ենք դրել, փաստացի։ Հետո անվտանգության համար երկիրը, մեր երկիրը պետք է ռազմականացվի, ուրիշ տարբերակ չկա, մենք ունենք երկու հատ թշնամի, Ադրբեջան ու Թուրքիա, ոխերին, որ իրանց նպատակը մեր էգզիստենցիալ, մեզ պետք է վերացնեն։ Ու դրա դեմ կանգնել չոքած աղերսել թե խաղաղություն արեք, դες բան չի ելը։ Դա ինչքան պետք է ուղեղից թեթևել ես, որ հավատաս այդ մարդու խոսքի։ Պետք է մենք ռազմականացնենք, հզորանանք, ուժեղանանք, տեսնում եք Իրանը ինչ անում։ Ամբողջ արտադրությունը գետնի տակ է, ամբողջ բանակը գետնի տակ է, մարդը իր հողի մեջ մտնի, որ ամուրը լի։